Ողջույն։ Որ կողմով անցնում ես, մարդիկ անհանգստացած են այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան ծայրահեղ վտանգավոր հեռանկարից։ Մարդկանց մոտ կա այդ անհանգստությունը, որ հնարավոր է Հայաստան բերվեն բնակեցնելու 300,000 ադրբեջանցի, հենց Նիկոլը վերընտրվեց։ Այդ թեզը շրջանառության մեջ դրվեց Նիկոլի հրահրած և պարտված պատերազմից հետո, այդ թեզին ծնունդ է տվել Նիկոլի քաղաքականությունը։ Ադրբեջանն ասում է Երևանը մերն է, Սևանը մերն է, ադրբեջանական հողեր են, այնտեղ ապրել են ադրբեջանցիներ, վերադառնալու ենք, դա են ասում, դա պետական քաղաքականություն է։ Ու մտավախություն ունեն, որ Փաշինյան-Ալիև բանակցությունների հիմքում դա է դրված նաև։ Անհանգստանում ենք, քանի որ տեսածներիցս համոզվել ենք, Նիկոլը լրիվ ադրբեջանական, թուրքական գծի մեջ է։ Կրկնում եմ, մարդիկ անհանգստացած են, որ Փաշինյանի վերընտրվելու դեպքում Հայաստան կբերվեն ադրբեջանցիներ։ Մարդամեկը այսօր իբր հերքում է, ասում է երաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվի։ Ստերի չեմպիոնը ասում է տալիս եմ երաշխիքներ։ Ու գիտեք երաշխիքը որն է։ Քանի որ ասում եմ Ղարաբաղ վերադարձի թեմա չի լինելու, ուրեմն դա էլ չի լինելու։ Այդ ինչ երաշխիք է։ 25 օրից Նախիջևանում տեղի ունենալու վերադարձ Արևմտյան Ադրբեջան փառատոն։ Ալիևն է կազմակերպել։ Բայց քանի որ Նիկոլը երաշխավորում է, հիշեցնեմ, մեկ հարցով իր երաշխավորությունը ինչի բերեց։ 8 տարի առաջ, 2018 թվականի օգոստոսի 17-ին, ժողովրդին հրավիրել էր հրապարակ ու գոռում էր։ Դիտենք ինչ էր գոռում։ Պատկերացնում եք, փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են առնում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են բացում, որ հայտարարեն, թե Փաշինյանի կառավարությունը, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու։ Դուք պատկերացնում եք, ես Ղարաբաղի հարցով դեռ մի բառ չեմ բանակցել։ Նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու։ Իրանք իրանց հետ են շփոթում։ Այս մարդը երաշխավորում էր, որ չի եկել Արցախը հանձնելու։ Հիմա մեկ այլ տեսանյութ դիտենք։ Ստեփանակերտում 2019 թվականի օգոստոսի 5-ին դարձյալ երաշխավորում էր։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ։ Երաշխավորում էր, որ այսուհետ Արցախը Հայաստան է կամ Հայաստան կլինի բանակցությունների արդյունքում։ Տեսանք ինչ եղավ։ 2021 թվականի այս օրերին դարձյալ նախընտրական իրավիճակ էր մեր երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Պատերազմը նոր էր ավարտվել, Արցախի մեծ մասը օկուպացվել էր ու Նիկոլը հրապարակավ երաշխավորում էր, որ հետ է բերելու Շուշին ու Հադրութը։ Ասում էր, հիմա ավելի հեշտ կլուծենք Արցախի հարցը մեր օգտին։ Դա էլ դիտենք 21 թվական հունիսի 8-ի քարոզարշավից մի հատված։ Ծանր և վիրավոր իրավիճակում, բայց ես այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան թե դա գոյություն ուներ 4 տարի առաջ։ Ու նույն երաշխավորը, որ Արցախի անվտանգության իրոք երաշխավորն էր ի պաշտոնե, ընտրությունից 2 տարի անց 2022 թվականի սեպտեմբերի 22-ին, ներողություն 23 թվականի, ասում է, տեսնենք ինչ է ասում։ Հայաստանի Հանրապետությունը, այո, ճանաչում է Ադրբեջանի 86,600 տարածքային ամբողջականությունը։ 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նույն մարդը, որ երաշխավորել էր Արցախը Հայաստան է և վերջ,
որ հետ է բերելու Շուշին, հետ է բերելու Հադրութը, հիմա արդեն ասում էր. ներողություն եմ խնդրում, որ ավելի շուտ չեմ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Սա մեզ ուրիշ բան է երաշխավորել, Ադրբեջանին լրիվ ուրիշ բան։ Այդ մարդը 2018 թվականին ասում էր. ժողովուրդ ջան, ով, ես, ձեզնից թաքուն, ինչ եք ասում։ Ու ավելի լավ է դիտենք տեսանյութը։ Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն, որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ։ Երբ որ մի րոպե, երբ որ իմանամ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ եւ դուք կորոշեք, մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում։ Կորոշեք, որ գնում ենք, ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում, ուրեմն չենք գնա, դուք եք բարձրագույն իշխանությունը եւ որոշողը եւ սրանում որևէ կասկած չի կարող լինել։ 2021 թվականի այս օրերին, երբ Արցախի կեսից շատը հանձնել էր գիշերային ստորագրությամբ, թազա երաշխավորություն էր տալիս։ Մարդ, որը 44 օր գիշեր ցերեկ խաբում էր, թե հաղթում ենք, հաղթում ենք, հաղթում ենք, վերջում ստորագրեց, հանձնեց, 21 թվականի նախընտրական քարոզարշավում հայտարարում էր։ Տեսնենք ինչ էր հայտարարում։ Չհավատակ, երբ որ ձեզ կասեն, թե մենք ինչ-որ բան ուզում ենք ինչ-որ մեկի տանք, մենք չենք կարող։ Այս սաղ Ժորժան, նույն մարդն է երաշխավորել։ Ու այս ամենից հետո, այսքան տարի անց, սաղ տապալելով այսպես կոչված երաշխավորը հիմա էլ հայտարարում է լրիվ ուրիշ բան։ Չկա Ղարաբաղի հարց։ Ով որ ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ ունենալու Հայաստանի ժողովրդի հետ գործ անել։ Ղարաբաղի հարցը փակված։ Այսա ամենավերջինն էր, ու սա ամենաիրականն էր։ 8 տարում այդ նույն մարդը տեսակ քանի իրարամերժ հայտարարություններ է արել։ Ու հիմա ասում է, երաշխավորում եմ, որ ադրբեջանցիներ չեն գա Հայաստանում ապրելու։ Իսկ ինչ ես երաշխավորել Ալիևին, կարող ենք դա իմանալ։ Հիմա, երբ ասում են, որ ադրբեջանցիներով լցնելու եք Հայաստանը, դու էլ իբր հերքում ես, ես ինչի պիտի նրանց չհավատամ, քեզ հավատամ։ Ինչի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետքա հավատա քեզ։ Որովհետև ռուպրով ես գորգորում դրա համար, որովհետև հետևդ ԱԱՑ կա։ Ժորժան, ես մենակ Արցախի մասին երաշխավորումներն ասացի, բայց դա քանի 100 խոստում է տվել ու երաշխավորել, որ կատարելու է։ Այդ մարդը հիշեցնեմ, երաշխավորում էր, որ Հայաստանում 5 տարի ոչինչ չի թանկանա։ Ամեն ինչ թանկացավ մինչև 6-7 անգամ։ Դա երաշխավորում էր, որ ճամպրուկներով ներդրումներ կգան Հայաստան, կլինի աննախադեպ հայրենադարձություն։ Այդ մարդը երաշխավորում էր, որ հայ-ռուսական հարաբերությունները մի այլ կարգի բարձր մակարդակի կլինեն։ Այսօր ծաղիկ արտադրողները լացում են այդ բարձր մակարդակի վրա։ Այսօր 2026 թվականի մայիսի 22-ն է, այսինքն արդեն պետք է տեղի ունենար Ջրաձոր նոր գյուղի բացումը։ Կապսի ջրամբարը պետք է շահգործման հանձնվեր, գյուղն էր տեղափոխվեր։ Ոչ ջրամբարը կա, ոչ նոր գյուղը, երաշխավորել էր։ 2 տարի առաջ Տավուշից տարածքներ հանձնեցին թշնամուն, մարդկանց հանեցին տներից ու հանձնեցին, երաշխավորեց, որ Ադրբեջանը տարածքներ է վերադարձնելու։ Այդ երաշխավորությամբ հանձնեց տարածքներ ու ստացավ ընդամենը մի 2 հատ ստոլբա։ Կարճ ասած։ Երբ Նիկոլ Փաշինյանը երաշխավորեց, որ ադրբեջանցիներ չեն գա Հայաստանում ապրելու, դա շատերս ընկալել ենք, որ հենց նրանց գալն է նախապատրաստվում։ Կարող ենք համոզված լինել, եթե սա մնաց, ձեզանից շատերը տնելը հանձնելու են ադրբեջանցիներին։ Ու Նիկոլը կերաշխավորի, որ Աղավնոյի տների նման հանձնեք մաքուր, կոկիկ, ռեմոնտած, ավլած, մաքրած վիճակում, այդա կերաշխավորի։
Կացկած չունեմ, եթե Փաշինյանը վերընտրվի, Հայաստանում ոչ միայն գալու են ապրեն ադրբեջանցիներ, այլև ավելի մեծ իրավունքներ կունենան, քան մենք։ Այսօրվա այս իրավական տերորը նրանց նկատմամբ չի լինելու։ 31 թվականի ընտրություններին էլ համ քվեարկելու, համ քվեարկվելու իրավունք կստանան։ Իրենց գյուղապետը, քաղաքապետը, դեպուտատը, ոստիկանը, զինվորն ու դատավորը կունենան։ Այս սարսափելի հեռանկարը կարող ենք կանխել ամեն մեկս մեր մեկ ձայնով։